Մինչ ծնվելը կարծես ձայն լսեցի, մեկը հարցրեց, ես չգիտեի տղա իմ ունենալու թե աղջիկ, մեկը ձայնով ինձ ասեց, Հարություն ծնվեց ու ընդ որում ծրագրել էինք, որ պապիկի անուն դնենք, Պողոս։ Բայց երբ այդ տեսիլքի նման էր, թե տեսիլք չէր, ձայն էր կարծես լսեցի, այդպես խորհրդակցեցինք ամուսնուս հետ ու դրեցինք իր անունը Հարություն։ Հարության օրերին էր։ Դժվարությամբ էր գնում մանկապարտեզ, 5 ու 5 էր արդեն գործեր տվել էի դպրոց։ Դեկտեմբերին գնացի, որ տեսնեմ արդյունքը ինչ է, եթե դժվարանումը հանեմ, ուսուցչուհին ասաց, եթե իրան հանենք, ելում հետ պարապեմ։ Ֆուտբոլի գիժեր։ Ուրեմն սկզբում մեր գյուղում Բաբայան Ռուդիկը խումբ էր բացել, գնում էր այդ խմբում պարապելու փոքր հասակից։ Հետո որ լավ էր խաղում, տարան Մասի թիմում Հարոյանի մոտ էր։ Ուրեմն Մասիսից թիմով ու գնում են մրցումների, Ապարան, Եղեգնաձորիսին որտեղ հոգնա ջարդված գալիս էր, հենց լսում էր ֆուտբոլի դաշտում ձեներա գալիս, վրազ վազում էր ֆուտբոլի դաշտ։ Այն սարեցած լավ է խաղում։ Փոքրից 4-5 ենք, եսի ալիքներ, հարուտներ, վզգոներ, հետո մի քիչ ավելի մեծ տարիքում ծնունը մեզ միացավ, բայց մեկը սարեցած լավ ֆուտբոլ ինքն էր խաղում։ Համ ֆուտբոլը լավ խաղում, համ մեզնից ուժեղ էր։ Ամենահարցում էտի օրիջինալ էր մեզ օգնում։ Կարող է բռնկվեր, պորտ կար մի քիչ այնց բանաներ, բայց մի 5 րոպե հետո ամեն ինչ նորմալ էր, ոչ մի խնդիր չկար։ Իր մասին խոսել ընդհանրապես չէր սիրում։ Շատ հավաքված, լուրջ տղա էր շատ։ Ինքը ավելի շատ սենց լուրջ մարդու տպավորություն էր թողում, որը շատ հաճելի էր։ Դու իր հետ չէիր կարա քեզ տենց թեթև պահեիր։ Դու անպայման քեզ հավաքում էիր։ Որ հասնում էր մեզ ինքը մտլի ուրիշ մարդ էր։ Որ ամեն ինչին հասնող, ամեն ինչին կողոտ կանգնող, միջև աշ կանգնող մարդ էր։ Հենց որ զգում էր, որ արդեն կարիքը կա, գալիս էր դեռ գցում օգնում էր, այսինքն չէր էլ թողում ես անեմ։ Ինքն էր անում, էլի։ Ամենահետաքրքիր պատմությունը եղել է, որ ես ծառայում էի, զանգեցի Հարութին, ասի որ մամայի ծնունդն է ծաղիկ տանի։ Հետո նա Հարութի ոտը ցավում էր, ես չգիտեի, որ տենց ոտը ֆուտբոլ խաղալուց վնասել է, չի կարում սկի քայլի նորմալ։ Ցավացող ոտը մամայի ծաղիկ էր դրել առանդեմը։ Դա ամենաուրախ բանն էր երևի, որ ինքը մատ ինձ չասեց, որ իա ոտը ցավում է։ Իրան վերաբերում էի որպես մեծ կայունալ, հասունացած այդ ձևի ու ինքը տենց իր հասակակիցների մեջ շատ ավելի լուրջ, շատ ավելի կշռադատված ամեն ձևի տենց տղա էր էլի։ Քույրերը երգում էին պատարագին, այնտեղ եկեղեցում երգում էին։ Իր մեծ քրոջ ասում Մարիցա կլինի, որ ես էլ գամ պատարագ երգեմ, խնդիր չկա, ու տենց գնացել է։ Ինքը շատ զուսպ, շատ համեստ, նույնիսկ մի անգամ այդ ժամանակով էր մեր մոտ Տեր հայրը իրան նկատողություն արեց, որ շատ կամացա ձայնդ բարձր երգի, ես նենց վատ զգացի, ախը ես լսում եմ ու շատ ականջոյող է իր ձայնը, բայց հասկացա մի բան, իրան համարձակություն էր կոչ անում։ Ջութակի էր գնում, 7 տարի գնացել է ջութակի։ Փոքրուց տեսել եմ ճանապարհը անցնելուց ջութակը ձեռքը, ինձ շատ է գրավել այդ հանգամանքը, թեև գիտեի ում տղան է, բայց այն որ գյուղում տղա երեխեն համարձակ ու սիրով կրում է ջութակը իր ձեռքին, հետո չգիտեմ շարունակեց, թե չէ, բայց դա ին վրա շատ մեծ տպավորություն էր թողել։ Մի օր նույնիսկ ինչ որ մեկը մոտեցել էր, ծաղրել էր երևի գնալու դասի գնալուց, ասել մեկ եկավ տուն ցես փոշոտված կեղտոտ, ասում արդեն հետ եկար, ասում հա,
հասկացանք, որ իրան այդ ջութակը իր համար դարել էր բան։ Ծաղրի առարկայի փրեն, ալամեզոն են ասում են ֆիլմից ելնելով։ Մի խոսքով, բայց շատ լավ խումբ ուներ։ Ինչքան խնդրում ենք մեր համար չէր նվագում։ Բայց հետո պարզվեց, որ ուսանողական տարիներում ընկերներով հավաքվել են, գրուպա են սարքել, գալիս էր, գնում ենք այս ինչտեղ նկարահանումների, գնում ենք այնտեղ, այդտեղ ասում մի օր մեր համար չնվագեցիր տնաշեն։ Մի օր մեր համար նվագել ես, կլսեք, զապիս կանենք, կբերենք կլսեք այտենց։ Բայց սիրում էր երաժշտություն։ 16 տարեկանում ավարտեց։ Ճիշտն ասած, երկու արդեն ուսանող ունեի, մտածում էի ինքը որոշեցինք, որ բժշկական տա, հետո քանի որ ուսանողները շատ է, խորհրդակցեցինք ու որոշեցինք տա ռազմաբժշկական։ Ընդունվեց բժշկական բավականին բարձր տվյալներով, որ կարար դաժան ինձ հնարավոր էր դաժան անվճար անցնել, բայց ռազմական էինք որոշել, որովհետև ուզում էի, որ ինքը ազնվորեն վաստակեր իր ապրուստը, որտեվ այլ կերպ ինքը հնարավոր չէր, կողմնակի ինքը չէր կարող ինչ-որ մի բան վերցնել, որ իր ապրելակերպը դասավորեր։ Երբ որ ուսանող էր աշխատում էր կարասում, մատուցող էր աշխատում, ուզում էր թեթևացնել իր վիճակը, այսինքն երբեմն, որտեվ դժվարություններ կային մեր ընտանիքում, երկու ուսանող ունենք, ինքը երրորդն էր, ասում էր, եթե անգամ գումար չլինի տանը, ես ոտքով կգնամ։ Կաս պարաշ ճիշտ ժամի ամեն ինչը, օրինակ ես բնավորությամբ տենս չէի, մնացածս տենս չէինք, սաղս տարբեր ենք։ Շփվում ենք այլ, բայց սաղս տարբեր ենք, բայց մեր ներս ամենակազմակերպը ինքն էր, որ կյանքում ոչ իմանես չէր ուշանա, ամեն առավոտ դասի կհասներ, բայց մենք սաղս ուշանում ենք։ Ոնց էր մեր հետ շփվում, չգիտեմ։ 6-րդ կուրսեր վերջին քննություններ են, կորոնայի տարիներն էր։ Գնաց քննության եկավ շատ տխուր էր։ Շատ, ասեց ինչ ա եղել, ասեց մամ պատասխանել եմ, բայց ինչ որ կոնտրանգ է դասախոսը իր հետ, խոսակցություն ա եղել եւ այլն։ Ասեց, բայց որ կուզենա կդնի, կուզենա չի դնի, տարեվերջին այդ վերջնական քննություններ։ Ինքը պետքա բանակ գնալ համալսարանից դուրս էր մնացել, հետո գնացել ենք այդինց վաշտի հրամանատարը, դե ռազմաբժշկին հրամանատար էր, չէր հավատում որ հարուտն է այդ մեկը, որ դուրս է մնացել։ Ասում էր ամեն ձև հետ արի, ես այդ դասախոսի հետ կխոսամ բան, բայց չէ, ինքը որոշել էր, այդ ինքն էր որոշել, որ այդպես դուրս մնա։ Նույնիսկ ինքը չէր կարող այդ քննությունը ստանալ։ Դա ես լավ գիտեմ։ Ինքը որոշել էր, որ դա ծառայի գա ու լիքը պլաններ ուներ։ Ծառայությունից հետո այդպես կապված։ Ասես կգնամ, բանակ կգամ, քննություն սել կտամ, արձինատուրա էլ կտամ, ամեն ինչ նորմալ է։ Մի մտածեք, ես չեմ վախենում բանակ գնալուց։ Դե գյուղում մեծացած տղա է, ոչ մի դժվարությունից ինքը չէր կարա բանանում, էլի նեղվում, այտենց ասեմ։ Ուղղակի անձնական բան չլներ, վիրավորանք չլներ, ցանկացած բան, դե ինքը որ ռազմական է գնացել, ինքը հրամանների ենթարկվելու սովոր էր արդեն, եթե հրամանատար հրամայում է, այտենց ինքը դրան բան էր էլի, վարժվել էր արդեն։ Գնացինք բանակ իրան տեսանք, զինվորներից էր դժգոհում, փնթի են, չգիտեմ գողական են էթում, եսի մեկը մեկի վրա ուզում է վերք վերցնի, այդ բանի մեջ ինքը ամենատարիքովն է եղել։ Բոլորը իրան ենթարկվել են, էլ այսինքն ինքը որ մի բան ասել է, անցել է իր խոսքը։ Բնած ընդհանուր բողոքներ չի ունեցել բանակից, որ ասեմ ինչ-որ բողոքել է բան արել։ Ու ասում էր այն մարդեցի դժվարություն չկա ստեղ, էլի մի երկու տարի կգլորենք, կգանք տուն։ Հետո այդ կորոնայի տարիներն էր, գնացինք Ղարաբաղ, ինքը շատ տխուր էր, և տխուր էր և ուրախ էր, որ մեզ տեսել էր, մենք հետ ենք եկել սեպտեմբերի 14-ին տուն ենք եկել, չգիտենալով, որ 27-ին պատերազմ է լինելու։
դուխով գնացել է, էլի ոչ մի խնդիր չկա։ Ընկերները պատմում էին հարցերը նովա զենքին տիրապետում, ինքը ասել է ես։ Բանով կարանտինում գտնվող զինվորը, որ զենքին չի տիրապետում, պետք է չտանեն առաջնագիծ էլի։ Բայց ինքը ասել է ես եմ տիրապետում, բայց բոլորին էլ տարել են առաջնագիծ։ Բոլորին ու զանգեց այդ վերջի օրերին, բա մեզ տեղափոխել են ավելի ապահով տեղ։ Մի ասա, տեղափոխել են առաջի գիծ, որպեսզի մենք այդտեղ հանգիստ լինենք, մեզ հանգստացնելու համար մեզ տեղափոխել են ավելի ապահով տեղ։ 20 թվականի օգոստոսի 16-ին արդեն ինքը Ջաբրայիլում էր, թե չեմ սխալվում, տենց ինչ որ տարել էին կարանտին, ստեղ լճի մոտերը չգիտեմ ինչ ոստիկանան կամ չգիտեմ ինչ էր այդտեղ։ Մի որոշ ժամանակ մնացել, նույնիսկ առանձին իրան տարել էին Ստեփանակերտից ուղիղ Ջաբրայիլ։ Առաջին ծանոթությունը այսպես եղավ, որ հիշում եմ նոր զինվոր էր եկել, բայց իմացա, որ ինքը ուղղակի զինվոր չի, այլ բժիշկ է ինքը։ Ես նույնպես ուրեմն բժշկական համալսարանում, ինձ համար դա ավելի հոգեհարազատ էր։ Որ լսում էի պատմոսները, յա ձևը, դա ամենաօրինակելի, ամենալավ զինվորի ձևն էր ու մարդկային բանակում ծառայեց։ Լիներ հայրենասեր, լիներ դուխով, խեղճ չլիներ, ինքը խեղճ չէր, ինքը ընդհանրապես տենց հարցնում խեղճ չէր։ Զանգում էր ինքը, ասում էր, ստեղ լավ են նայում ինձ, ստեղ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ չէին էլ կողմնորոշում, թե ինքը ինչ պետք է անի։ Պատերազմը, որ սկսեց մի երկու օր, նույնիսկ իրանից տեղեկություններ չունեինք։ Հետո զանգեց, որ ապահով տեղում է։ Դե ինքը պատերազմի մասին բացարձակ ոչ մի բան, ամեն ինչ լավ, ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չի պատմել։ Ընկերները պատմել են, որ չի վախեցել ոչ մի բանից, օգնել է, վիրավորների է օգնել, գնդացիրը շլակած էս կողմավազ է, այն կողմավազ է։ Իրան նույնիսկ գնդացրորդ է, ինքը լավ թիկնեղ բոյով տղա էր։ Ինքը ուժը տեղն էր ու նշանակել էին իրան գնդացրորդ, ոչ թե բժիշկ, ուղղակի կից նաև օգնում էր իր ընկերներին։ Վարժ ձևով վիրակապել է բան արել, վիրահատել է, կտրել է, բան հանել, ասկոլկայ է հանել, ինչ-որ բան արել, տենց բաներ արել է։ Ու բան այլ է, ռիսկով այլ էլի ասում է, Վազերեսյանյան օգներ, բան, տենց չի վախեցել ոչ մի բանից։ Հետո 7 ամիս որոնել ենք։ Իրան չգիտեինք որտեղ էր։ Ամեն դեպքում իր ընկերներից կապ հաստատեցին, որ ինքը շատ լավ մարդ է, որ ինքը այն առանց գործիքի կարողացել է օգնել իր ընկերներին, վիրավորներին, որոնք հիմա ապրում են։ Հա, ծառայել է, բժշկական սովորել է, բայց բժշկական ծառայությունը համեմատել չի կարելի, բայց ինքը այդ վախտել, յան հասուն մարդու պես, ոնց պետք է, ոնց ես իմ ընկերոջը պատկերացնում ինքն են այդտենց սպայել է։ Միջև վերջ։ Առավոտյան արթնացանք, հագնվեցինք, որ պետք է արդեն դուրս գայինք վազելու, բայց արդեն այդ անօթաչու թռչող սարքերի ձայնը գալիս էր։ Ներս մտանք արդեն էլ միանգամից ուղիղ տարբեր շենքերի վրա, միանգամից հարվածներ, ապակիները կոտրվեցին։ Այդտենց միանգամից իջել ենք նկուղ, հրետակոծությունը մի քիչ դադարեց, զինվորներից մի մասը բարձրացավ վերև, զենքերը իջացրեցին, բաժանեցին բոլորիս ու արդեն մի փոքր ավելի դադարելուց հետո գնացինք դեպի նստեցման շրջան, մեքենաները նստեցինք ու արդեն բարձրացանք դիրքեր։ Ասում էր լավ եմ, ապահով տեղում եմ։ Ինքը նվնվար չէր սիրում։ Ինքը միշտ դրության տերն է եղել։ Ջրականում ենք մենք ծառայում, հենց ջրականում էլ բարձրացել ենք ջրականի դիրքերը։ Ոչ մի խուճապ, ոչ մի տագնապ, հանգիստ, ինքը իր նույն բնավորության գծերի մեջ, որոնց ես իրան ճանաչել եմ, այդպես նույնպես շարունակվել է, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ինքը կարծես, չգիտեմ,
պատրաստ լիներ, թե չեմ կարող նկարագրել, բայց ոչ մի փոփոխություն ես չեմ զգացել, որ ինքը հավաք նույն երևի տարիքով էլ էր մեզնից մեծ ավելի հասուն դրսևորում էր, էլի ցույց տալի չեմ կարող ասել։ Ոկե այդ ամեն ինչ այդ հացը յանց, օրյանց հաց պետք է ասնի, յանց ջուր պետք է ասնի, ինչ որ մեկը կարա հոգնած լինի, ինքը այդ ամեն ինչով միշտ հետաքրքրվել էր։ Ու այդ ինքը այդ ամեն ինչը անցել, այդ խրամատով մանգալ, մարդկանց հարցնել իրանց ոնց են զգում։ Դի կարող է բժշկի պատասխանատվությունից էլ արդեն գալի, որ ինքը մանել գալի մարդ ում կարող է օգնել այդ վաղտ։ Վերջի զանգը եղել է հոկտեմբերի 1-ին։ Լուսադեմին էր, հետո չգիտես ինչ ընդհատվեց կապը ու այլևս չենք լսել իր մասին։ Երկու ընկերով կանգնած են իրար կողք, Խոսում ենք մեր մասնագիտական ոնց որ ընդհանուր ծառայություն ավարտելուց հետո ոնց ենք շարունակելու, ինչ ենք անելու։ Ես ասում եի, դե եթե այս ամեն ինչը նորմալ ավարտվի, ամեն ինչը հարթանցնի, ավարտենք մեր ծառայությունը, ինքը դուխ էր տալի, ասում էր, այս ամեն ինչը շատ լավ է վերջանալու, вообще մի մտածի, ընդհանրապես մի մտածի այդ ուղղությամբ, մենք ավարտելու ենք ծառայությունը ու գնալու ենք իրար հետ էլ աշխատելու ենք։ Ես անպայման նենց եմ անելու, որ դու էլ աշխատես իմ հետ, ես ու դու իրար հետ աշխատենք։ Սպեցնազից ինչ որ տղա Լևոն անունով, ասել մի կայնեք իրար կողք, բեսպիլոտնիկա բանը նկարում են կարողա բամբի տանել, էլի հեռացեք իրարից։ Ասենք լավ, ես վեր կացա, գնացի, մոտավորապես մի 2 մետր են կողմ ու արդեն պայթյունը տեղի ունեցավ։ Հետո 7 ամիս որ ունել ենք։ Իրան չգիտեինք որտեղ էր։ Մենք անգամ գիտենք արդեն այդ ամեն ինչի մասին, այդպես տարբեր տեղերից մեզ ասեն, բայց մեկ-մեկը յանման են գալի։ Ամեն տեղ փորձում ենք մենք ամեն ձև, մենք մտածում ենք սա մեզ խափում են։ Ու որոնում էինք տարբեր ընկերների, ինչ-որ բաների միջոցով, բայց 7 ամիս հետո գենետիկա անալիզով այտենց ապացուցեց, որ ինքը ընկերները պահել էին իրան, փաթաթել էին, շորի մեջ պահել էին մարմինը, որ թուրքերը չպղծեին։ Ես նույնիսկ դրա համար եմ ուրախ, որ ինքս դա շիրիմ ունի։ Չգիտեմ, կան հիմա մայրեր դեռ, որ նույնիսկ իրանց ավակների շիրիմները չունեն, չգիտեմ։ Միանշանակ բարի ու դրական տպավորություններ եմ իրանից ստացել, դրական էներգիա եմ ստացել։ Ես հնարավորություն ունեի թողել մասնագիտությունս ու այլ մասնագիտություն շարունակեի, բայց ես չեմ արել դա, քանի որ ես համարում եմ, որ իր կյանքը նաև ես պետք է շարունակեմ, արժանապատիվ ապրել իմ կյանքը ապրելով։ Իր այդ 22 տարվա մեջ ես ոչ մի անգամ, ոչ մի առիթով, ոչ մի բանի իր արարքների համար գլուխս չեմ կախել։ Ինքյան ոնց պետք էր տենց պահել, ոնց մենք յան պատկերացնում ենք, ինքը տենց պահել էր, որ պիտի իմ ամենավատ բանն է, որ կարող է մարդու կյանքում լինի, բայց ես յանով հպարտանում եմ։ Որտեղ ես գիտեմ, ինքը կյանքում անես չի արել, որ պատճառով ինչ որ մեկը տուժի։